Բարի լույս, բարի օր հարգելիներս, ինչպես եք ժողովուրդ ջան, ինչպես է տրամադրությունը, հարգելիներս շատ շնորհակալ եմ գեղեցիկ բարեմաղթանքների համար, որ շնորհավորել էիք իմ հորեղբոր ծննդյան կապակցությամբ։ Նորից սկսել է մեր առօրյան, առավոտյան արթնացել ենք հարգելիներս, թութ ենք քաղել, հիմա էլ նստած շարում եմ։ Տեսեք ինչքան որակ է եկել թթին, որ եղանակը տաք է լինում, թութն էլ է լավ հասնում։ Հիմա ինձ պետք է մեծ թթեր, որպեսզի կարողանամ սիրուն դասավորեմ ամանների թթերի վրա հարգելիներս, նայեք։ Ու հատիկ ենք խաղում ժողովուրդ ջան, թափ չենք տալու։ Եթե թափ տանք, էսի չի լինի հավաքել ու թափ տալու հետ միասին այս ձևի թթերն էլ բոլոր սենց խակ թթերը կգա թափվի։ Թափ եմ տալում այն ժամանակ, որ պետքա դոշա վեփեմ։ Դրա ժամանակը չի, շատ շուտ է դոշա վեփելու համար, բայց պետք է եփեմ հարգելիներս։ Այսենց հիմա սիրուն շարում եմ։ Վերջ արդեն, այս ամանը ժողովուրդ ջան։ Ու այստեղ խոնավ շոր եմ պահում, անդադ ձեռքերը սրբում եմ խոնավ շորով, որպեսզի չկպնի, համ ամանը չկեղտոտենք, հարգելիներս, համ էլ սիրուն շարենք թութը։ Տեսեք մեր ձեռքերը ինչ վիճակում է։ Էլեն ջան, էս էլ վերցրա աղջիկս դիրնդե։ Այդ է մղջիկ, առավոտն էլ նես լավ եղանակ էր, ժողովուրդ ջան, արևոտ եղանակ էր, բայց նորից ոնց որ եղանակը, ոնց որ ամպերը ավելի մթնեց, եղանակն էլ ուզում է խառնվի, չգիտենք, թե նորից կրկին անձրև կգա, չի գա, էդ է չգիտենք, չէ Էլեն ջան։ Հիմա հաջորդը լցնեմ ու նորից շարեմ։ Ժողովուրդ ջան, քանի օր թուփ եմ քաղել, ժամանակ չի լինում, որ կարողանամ սիրուն դաստաններ անեմ, լցնեմ աղաջրի մեջ։ Սենց բերել եմ, քաղել եմ, լցրել եմ սեղանին։ Հիմա սենց սիրուն շարեմ, հետո տենամ ինչ եմ անում։ Համ թուփ եմ քաղել, համ դաղց եմ քաղել, ժողովուրդ ջան, բայց ժամանակ չի լինում։ Պոչիկները կտրենք, շատ չենք կտրում, մի քիչ թողնում ենք։ Էսի հա արել եմ հենց քաղած ժամանակ։ Դեռ էլի ունեմ քաղելու, տենալ կհասցնեմ վաղն էլ քաղեմ, առավոտյան հետո համ թութը քաղեմ, թթից հետո թուփը քաղեմ։
տարբեր թփեր են։ Հարգելիներս, տարբեր խաղողներ, տարբեր թփեր։ Ստանենք մի կողմ, հիմա անցնենք դաղցին։ Նայեք ժողովուրդ ջան, որ մնացել է մի երկու օր, չնայած վրան թաց սրբիչ էի թրջե դրել, չորացել է, սրբիչն էլ թուփն էլ, հիմա սա կգցեմ, հիմա դաղցին եմ ուզում մաքրեմ, սենց առանձնացնեմ, կոթերից լվանամ, քամվի, նոր կփռեմ էլի ամանի սրբիչի վրա կփռեմ ու կչորացնեմ։ Սրա գույնն էլ է փոխել, ժողովուրդ ջան, դաղցի գույնն էլ է փոխվել, ինձ լավ կանաչ էր, մնացել է գույնը փոխվել է, դարձել է տեղին։ Բայց նորից ունեմ հավաքելու, դաղցնել, թուփնել։ Ես դաղցը, հարգելիներս, ես օգտագործում եմ շատ քամած մածունի մեջ, շատ եմ օգտագործում դաղցը։ Հետո սպասների մեջ եմ օգտագործում։ Թե եմ պատրաստում։ Սա կոչվում է, դաղցին ասում են վայրի նանա, այդպես է ասում։ Թթիս վեդրոնա, ժողովուրդ ջան, նայեք։ Թթի վեդրոնա։ Չէ, բայց լավը չի։ Սա հավաք է։ Դաղցն է, տեսեք ինչքան շատ է ժողովուրդ ջան։ Հիմա այսի սենց կթողեմ կմնա։ Պետք չի ամանի սրբիչ օգտագործեմ, որովհետև ընդամենը մի փոքր բան է։ Լավ, սա դնենք մի կողմ։ Էլենի համար ժողովուրդ ջան, ինչ են ասում, փրթոշ են ասում, ակրուշկա են ասում, պատրաստում եմ, ասենք փրթոշ, լավ, մենք փրթոշ ենք ասում, ժողովուրդ ջան, չգիտեմ, ամեն մեկը մի բան ասում։ Չլսնենք, աղա կողքից ուտողներ լինեն, չէ Էլեն ջան։ Մեկ։
Հիմա մի քիչ ջուր լցնենք ու հաց փրթենք մեջը։ Հարգելի հետևորդներ ջան, չեմ ասում հաց ենք փրթում, որովհետև ասում ենք փրթոշ, դրա համար եմ ասում հաց էլ փրթենք մեջը, հանկարծ շատ չդատեք, իմ ասածին հանկարծ շատ վատ մեկնաբանություններ չգրեք, որովհետև կան մարդիկ կարող ասեն վարունգը մեծ կտրատեցիր, փրթոշ չէ, հաց չեն փրթում, կտրտում են, դե ժողովուրդ ջան, ես ասում եմ փրթոշ։ Հիմա ոնց ուզում եք մտածեք, ոնց ուզում եք գրեք։ Մեր փրթոշը պատրաստ է։ Էլենիս սիրած փրթոշը։ Չէ՞ Էլեն ջան։ Անպայման։ Հերիքա էլի։ Եղբայրս էլ էր անակնկալ ձևով հյուր եկել, հարգելիներս Ռուսաստանից էր եկել 4 օրով։ Մեզ համար էլ էր անակնկալ եղբորս գալը եւ շատ ուրախացակ իմ մեծ եղբայրն էր։ Ինձ նվեր աբերել, թավաներ նվեր բերել, ուզում եք ցույց տալ ձեզ էլ, դե մանր բաներ շատ աբերել, ժողովուրդ ջան, կոնֆետներ, թեյա, ռուսական թեյա ու լավ թեյա, ծաղիկներով թեյա։ Բոլոր ծաղիկները մեջը նայեք, համ թեյա, սև թեյա եւ խառը ծաղիկներ։ Յուղա բերե ռուսական հարգելներ, չգիտեմ, խառը մանր բաներ, Էլենիսա բերե, բայց ես ավելի շատ ուրախացա այս թավաների համար, ժողովուրդ ջան։ Տեսեք ինչ լավն է, 3 հատ թավա է, 3-ն էլ տարբեր չափսերի է։ Սիրելի հետևորդներ ջան, մի փոքրիկ զրույց ձեզ հետ երեկվա մեր գեղեցիկ օրվա մասին։ Շատ հաճելի մթնոլորտ էր եւ շատ գեղեցիկ ձևով իմ հորեղբոր երեխաները կազմակերպել էին հորեղբորս ծննդյան օրը։ Եվ անկախ տարիքից թող բոլորիս տներում լինի այդպիսի գեղեցիկ ծնունդներ եւ բոլոր ծնողները թող միշտ լինեն երեխաների կողմից գնահատված, հարգելիներս։ Չգիտեմ, շատ ուրախացանք եւ այդ անակնկալներն էլ իմ հորեղբոր աղջիկն էր, որ իր ընտանիքի հետ եկել է Ռուսաստանից, եւ իմ եղբայրն էր, որ եկել էր նորից Ռուսաստանից, որ իմ հորեղբայրը ընդհանրապես պատկերացում չուներ այդ մասին եւ պատկերացում չուներ նաեւ, որ այդքան բարեկամներ են հավաքվելու իր ծննդյան օրվա օրը։ Եվ ես ինքը շնորհակալություն եմ հայտնել իմ հորեղբոր աղջկան այդ գեղեցիկ օրվա համար։ Ժողովուրդ ջան, եւ նորից ձեզ ասեմ շնորհակալություն գեղեցիկ եւ դրական մեկնաբանությունների համար, որ շնորհավորել եք իմ հորեղբոր ծննդյան օրը։ Եվ այսքանով էլ ավարտեմ այսօրվա փոքրիկ հոլովակը եւ ձեզ ասեմ բոլորիդ բարի եւ խաղաղ գիշեր։